Մեզանում շրջանառվող, եթե ժողովրդավարական ուժերը հաղթեն, եթե արևմտյան համագործակցությունն ամրապնդվի կկործանվենք թեզը իրականում ռուսական համակարգված վախի լեզու է։ Դրա ենթատեքստը մեկն է. Հայաստանը պետք է հրաժարվի իր ինքնուրույն ընտրությունից ու վերադառնա Ռուսաստանի թելադրանքի եւ կախվածության համակարգին։ Ռուսաստանի սա պետք է 3 պատճառով։ Առաջին, ազատ ընտրող քաղաքացին, ազատ ընտրող Հայաստանի քաղաքացին նրա համար վտանգ է, որովհետև ազատ մարդը չի համաձայնում լինել կենտրոնի գործիք։ Երկրորդ, Հայաստանին պետք են այլընտրանքներ, խաղաղություն, բաց տնտեսություն, ուժեղ գործընկերներ, անվտանգություն ոչ մեկից կախված չլինելով։ Իսկ այլընտրանքը նշանակում է կախվածության էական նվազում։ Երորդ, մեր հասարակությունը կամաց դուրս է գալիս պարտադրված նարատիվներից եւ սկսում մտածել հայկական շահի չափանիշներով, իսկ սա արդեն սպառնալիք է ռուսների տեսանկյունից։ Ահա թե ինչու այսօր գործի է դրվում նույն հին լծակը՝ վախեցնել թուրքերով, կեղծ լուրերով, սադրանքներով, ներքին թշնամանքի հրահրմամբ։ Սա կազմակերպված գրոհ է Հայաստանի պետական կամքը կոտրելու համար, եւ հենց այստեղ է հայկական ժողովրդավարական ուժերի պատասխանատվությունը պաշտպանել ամեն գնով քաղաքացու ձայնը, պետության ինքնիշխանությունը, ընտրությունների արդարությունը։ Մեր ընտրությունը մեկն է, կամ հանձնվում ենք վախի այս պարտադրված ռուսական օրակարգին, կամ կանգնում ենք Հայաստանի կողքին։ Քվեն ձերն է, պետությունը բոլորինս։ Չտրվենք ռուսական շանտաժին։ Մի տարածեք կեղծիք, պաշտպանեք ձեր ձայնը եւ Հայաստանի անկախ որոշելու իրավունքը։